Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ խոստովանեմ, որ մի փոքր, քանի որ այսօր պետք է մասնակցեմ ժամը 5-ին Մայրաթոռում կազմակերպված ժողովին, ուստի մի փոքր վաղ ենք գրվում հաղորդումը եւ անկեղծ եթե լինենք, չգիտեմ ժամը 6-ի դրությամբ ինչ կլինի, հնարավոր է այդ պահին արդեն այդ պահի համար հետաքրքիր մի բան չդառնա, այդ պատճառով փորձենք ընդհանրական ձևակերպումներով խոսել, հույս ունեմ, որ Կտրիչ Ներսիսյանի սատարող մեր քաղաքացիները այնուամենայնիվ դուրս չեն գա կոռեկտության շրջանակներից, իհարկե նրանք տեղադրում են ամենատարբեր հայտարարություններ, թե իրենք գնում են փրկելու, պաշտպանելու եկեղեցին, գիտեք ինչ, Հայաստանի ներսում թշնամի մանեկողը ամենաուժգին պառակտիչն է, եւ ցավոք սրտի նոյեմբերի 9-ից սկսած հատկապես ավելի վառ գույներով եք ներկայացրել, որ դուք պառակտողն եք հասարակության, բաժանիր, որ տիրես սկզբունքով գործող արտերկրից ներկայացված ուժերի փոքրիկ օգտակար գործիքներ։ Այնուամենայնիվ եկեք ընթերցենք հասկանանք, ուրեմն 10 եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ եւ դիմել ժողովրդին։ Սիրելի ծառայակից եղբայրներ, հավատարիմ եւ հավատացյալ ժողովուրդ։ Վերջին ժամանակներում հայ առաքելական մեր Սուրբ եկեղեցու շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները, որոնց վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններով հանդես ենք եկել թե ամենայն հայոց կաթողիկոսի հետ ունեցած մեր անհատական զրույցների ժամանակ, թե ժողովական մակարդակով եւ թե հանրային տիրույթում, այլևս հատել են այն սահմանագիծը, որով կարող են անդառնալի վնաս հասցնել թե մեր եկեղեցուն, թե պետությանը եւ թե հավատավոր ժողովրդին։ Պարբերություն առ պարբերություն գնանք, փաստորեն այստեղ ստացվում է, որ Կտրիչ Ներսիսյանի քաղաքական գործունեությունը վաղուց է քննարկվել եկեղեցու ներսում եւ ոչ միայն Կտրիչ Ներսիսյանի, այլ ամենատարբեր գործողություններ, սկսած ջիհադիստական շարժումից, սրբազան շարժում կոչվածից, որը օժնել էր կաթողիկոսը եւ այդ կեղծիկը ներքաղաքական թոհուբոհներ առաջացնում, բայց Կտրիչը եղել է այս ամեն ինչին անհաղորդ եւ ստացվում է, որ մի անձնյա փորձում է շարունակել բռնապետական ռեժիմ պահպանել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներսում եւ այս եպիսկոպոսները անկախ նրանց հանդեպ ունեցած հավատացյալների վերաբերմունքից որոշել են վերականգնել, որոշել են նախ ինքնամաքրվել, որոշել են քայլանել եւ որոշել են գործել հույս ունենալով, որ հավատացյալ հանրությունը իրենց ճիշտ կհասկանա եւ կհամախմբվի նրանց շուրջ, կհամախմբվի նրանց առաջարկների շուրջ եւ կհամախմբվի եկեղեցին նորոգելու գաղափարի շուրջ, որը հիմնահատակ քանդվել է արդեն Կտրիչ Ներսիսյանի վերջին 26 տարիների ապիկար գործունեության արդյունքում։ Այս մտահոգություններին վերաբերող ժողովները ըստ էության ամենայն հայոց կաթողիկոսի կողմից եղել են ուղղորդված եւ չեն ծառայել խնդիրների լուծմանը, որը կրկին ապացուցում է այդ տարիների ընթացքում Գարիգին B կաթողիկոսի միազնյա կամայական եւ թերի կառավարման ընթացքը։ Եկել է ժամանակը, որպեսզի մենք հոգևոր դասը եւ հավատացյալները կարողանանք անկեղծ լինել միմյանց հետ եւ խոստովանել, որ անցնող տարիների ընթացքում մեր ձայնը ոչ միայն լսելի չի եղել եկեղեցում, այլև որևէ էական որոշիչ ազդեցություն չենք ունեցել եկեղեցու առաքելության իրականացման մեջ։ Իսկ եկեղեցին հենց հավատացյալներն են։ Եկեղեցին հենց հավատացյալներն են։ Բայց արի ուտես, որ չի ցանկացել լսելի դա, իսկ ինչ է արել։ Այ գնում եք բանը Լևոն Քոչարյանը, էլի շատերը գնում են
բան սատարելու, չգիտեմ, տարբեր քաղաքական գործիչներ, բան Իշխան Սաղաթ, իհարկե իրենց քաղաքական գործընկերոջն են գնում սատարելու, նրանք երբևէ աչքի չեն ընկել քրիստոնեությանը հատուկ վարք ու բարքով եւ որևիցե հետաքրքրություն չեն դրսեւորել առ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ես չխոսեմ արդեն Ռոբերտ Քոչարյանի աթեիստական դրսևորումների, խոսքով են ամեն ինչ ինչ որ բոլորս գիտենք, եկեք դրան չանդրադառնանք, հա։ Հիմա եթե հավատացյալների, եթե եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների բարձրաձայնած հարցերը, հարցադրումները ներքին կարգով անգամ, ոչ թե դեռ աղմու քաղաքով, հաշվի չեն առնչվում, ոնց կարող է դա կոչվել եկեղեցի։ Ոնց, ինչն եք գնում պաշտպանելու։ Գնում եք պաշտպանելու բռնապետությունը ու միապետությունը եկեղեցու ներսում, գնում եք պաշտպանելու կամակորությունը, չէ՞ մենք գիտենք դուք ինչն եք պաշտպանում, բայց մի հատ sense ես այս հարցը տալիս եմ ձեզ, որպեսզի այս հարցի պատասխանի շուրջ մտորեն նրանք, ովքեր ձեր ազդեցության տակ են ձեր խոսույթի։ Գիտեք, մեր եկեղեցին պաշտոնական դիրքորոշում հայտնել է վաղուց։ Պաշտոնական դիրքորոշումներից մեկը եղել է հետևյալը, որ իրենք չեն կիսում խաղաղության օրակարգը։ Մայր աթոռի պաշտոնական հայտարարության մեկնաբանությունը եղել է դա, որ իրենք չեն կիսում խաղաղության օրակարգը տարածաշրջանում։ Սա բառացիորեն եմ ասում։ Ասեմ ինչու։ Ինչպես է դա մեկնաբանվում։ Նիկոլ Փաշինյանի այցը Բալթյան երկրներ ու այնտեղի սրբազան հոր խոսույթը, որ իրենք աղոթում են խաղաղության օրակարգի իրականացման համար, Մայրաթոռը պաշտոնական հայտարարություն արեց, որ իրենք չեն կիսում այդ սրբազան հոր խոսույթը, այսինքն չեն կիսում խաղաղության օրակարգի համար աղոթքը եւ առհասարակ բան։ Սա այնպիսի մի սպառնալիք է Հայաստանի Հանրապետության պետականության վրա, որ շատերը չեն գիտակցում գուցե։ Եվ սրանով անզգուշորեն, թե դիտավորյալ Կտրիշ Ներսիսյանը տվեց Փաշազադեին հնարավորություն, որպեսզի նա միջազգային հանրության առաջ ելույթ ունենա այն տեքստով, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իրենից վտանգ է սպառնում։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ այս խաղաղությունը մենք ենք փորձում պարտադրել տարածաշրջանում, առաջամարտիկը մենք ենք։ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն եւ փորձում ենք միջազգային գործընկերների միջոցով բերել նրանց կառուցողական դաշտ եւ կնքել խաղաղությունը։ Եվ նրանք ամեն պատրվակ են փնտրում, որպեսզի դա տեղի չունենա, բայց կարողանան արդարացնել իրենց մոտեցումը։ Եվ ահա արդարացման համար կանաչ քարտ, կանաչ լույս վառեց Կտրիշ Ներսիսյանը։ Հիմա այսօրվա դրությամբ իրենց հետևորդներին համոզում են, թե սա Փաշազադեն, քանի որ այդ արտահայտությունը արեց, դրա համար հիմա այստեղ գնում է բան Կտրիշ Ներսիսյանին հեռացնելու process։ Ոչ, երիցս ոչ։ Դա վերջին ժամանակների հայտարարություն է եղել, այո, Փաշազադեն քաղաքականացրել է դա իրենց գործն է, թող չտար թույլ Կտրիշ Ներսիսյանը եւ դա տեղի չեր ունենա, բայց Կտրիշ Ներսիսյանի մաքրման process-ը շատ խորը արմատներ ունի, մինչեւ 18 թվականին ամենատարբեր ակցիաներ են եղել, առնվազն 20 թվականից սկսած, 20 թվականի ամանորյա գիշերվանից սկսած, 21 թվականի զատիկից սկսած հանրությունը առավել ակնհայտ ընդվզում է եւ իր բողոքն է արտահայտում Կտրիշ Ներսիսյանի ու նրա խունտայի մասով եւ հրապարակային ներկայանում, որ չունի կաթողիկոս։ Գումարած դրա քաղաքական մնացած գործառույթները Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Կտրիշ Ներսիսյան, Քարյակի ընդհանուր հայտարարությունը, քաղաքական հայտարարությունը կոնսենսուս -1։ Հիմի շատերը փորձում են արդարացնել եկեղեցու քաղաքական լինելը։
Ես չգիտեմ, ինչքան պետքա դուք ընդհանրապես ձեր ցանկությունն եք երևի ասում ձեր տեսանկյունից։ Հիմա ես ձեզ ասեմ, թե նաև ինչու չպիտի եկեղեցին մասնակից լինի քաղաքական process-ներին, որովհետև քաղաքական գործիչները ունենում են մի կողմից սատարողներ, իրենց քաղաքական գործունեությունը մյուս կողմից ընդդիմություն, օպոնենտներ։ Իսկ եկեղեցին, եթե մտնում է այդ դաշտ, նշանակում է, որ մի կողմից ասում է ինձ սատարեք, մյուս կողմից ասում է իմ դեմ գործեք։ Եկեղեցու դեմ չի կարելի գործել։ Եվ նաև դա է պատճառը, որ եկեղեցին մշտապես պետք է վեր լինի քաղաքականությունից։ Մշտապես։ Մաքսիմում փոխված։ Եկեղեցականները կարող են քաղաքականությամբ զբաղվել։ Կարող են ունենալ քաղաքական պատկերացումներ։ Ես չեն կարող զբաղվել քաղաքականությամբ, որովհետև նրանք ուխտ են կապել լինել այն եկեղեցու ծառան կամ թեկուզ իշխանը, ինչպես կուզեք, որը որ վեր է քաղաքականությունից։ Ուզում են ամեն դեպքում լինել քաղաքական, արտահայտվել քաղաքական իրենց մոտեցումները, ապա խնդրեմ, ձեր գործունեությունը դադարեցնում եք եկեղեցում, հանում եք ձեր կապան, հագնում եք քաղաքացիական հագուստ եւ գնում եք քաղաքականությամբ զբաղվելու։ Այստեղ վստահաբար ձեզ ոչ ոք չի կարող մեղադրել։ Ես ձեզ խոսք եմ տալիս։ Չեն կարող։ Ցանկացած մեկը իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու։ Հասկացանք թե ոչ։ Բայց շատ է, այսինքն եթե եկեղեցին մտնում է քաղաքականություն, պառակտում է հասարակությանը։ Եվ հենց այս պառակտումն են, այո, դարձյալ կրկնվեմ, Սատարում Քոչարյան Լևոնները, Նարեկ Կարապետյանները եւ այլն եւ այսպես շարունակ։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է տեղի ունենում։ Բացարձակ իրար հետ կապ չունեցող Նարեկ Կարապետյանը, Իշխան Սաղաթելյանը, բացարձակ իրար հետ կապ չունեցող եւ մյուսները ողջ ընդդիմադիր իրենց հայտարարած նախկինների խմբակները համատեղ միասնական կարգով հայտարարություններ են արել, որ իրենք եկել լինելու են մայրաթոռում։ Ինչ են լինելու մայրաթոռում։ Ասեմ։ Ուրեմն Արագածոտնի թեմա հայտարարություն էր արել ժամանակին։ Նա հայտարարել էր, որ այսօր ժամը երեկոյան 7-ին բյուրականում ժամերգություն է լինելու նվիրված ինչ որ իրենց կալանավոր եղբայրներին, հանցագործներին։ Միջալուծա նույնպես ցավալի փաստ է, որ եկեղեցին պաշտոնապես չի ճանաչում պետության իրավական նորմերը։ Ուստի ազգային անվտանգային հարցը առաջանում եւ տալիս է դրանով հնարավորություն, որպեսզի ուժային կառույցները զբաղվեն այս ելուզակներով։ Հետո երբ տեսան, որ 10 եպիսկոպոսները հայտարարություն են արել, որ ժամը 5-ին լինեն Էջմիածնի մայր տաճարում, հավատացյալները, նրանք ինչ արեցին։ Փոխեցին իրենց ժամը, փոխեցին իրենց ժամերգության վայրը, նախապես պայմանավորված, եւ բերեցին նույն ժամին մայրաթոռ։ Հիանալի գիտակցելով, որ հնարավոր է տեղի ունենան որոշակի սադրանքներ։ Սադրանքների համար պատասխանատվություն կրելու եք դուք վրթանես ու բոլորդ այդտեղ կտրիշ Ներսիսյանով եւ այլնով։ Բոլորդ այդ սադրանքների համար կրելու եք պատասխանատվություն, որովհետեւ դուք եք բերել ու դիտավորյալ մցրել, այնպես չի որ մենք ենք եկել, չէ՞, ասենք մենք չենք եկել ժամը 7-ին բյուրականում որոշում նման ակցիա անել, չէ՞։ Նույնը դուք փորձեցիք անել 7 վերքում։ Գյումրիում տեղի ունեցած պատարակի ժամանակ, այն ձեր ճերմակահեր յոլոպուկին էլ դուրս էր եկել, էշ բաներ էր խոսում ու փորձում համոզել, որ ինքը Աստծո անունից է։ Կներեք, ես նայելով ձեզ ուզում եմ հասկանալ, մեր ու ձեր Աստվածը իսկապես նույնական են, նույնն են, ես չեմ կարողանում ըմբռնել։ Մի խոսքով, սրան բլոտի մեջ ասում են քուանշ եւ սուր։ Տեսնենք ինչ կստացվի։ Ես կոչ եմ անում բոլոր մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր որ եպիսկոպոսների հրավերով են այնտեղ գտնվելու, պահպանեն քրիստոնեական
համբերություն, քրիստոնեական հարգանքն ու սերը բոլորի հանդեպ։ Ամեն մարդ վերջում ցույց է տալու իր կերպարն ու դեմքը եւ քննարկվելու են այդ կերպարներն ու դեմքերը։ Եկեք այդ քննարկումներում հանուն մաքրության ու արդարության մենք լինենք մեր դիրքերում։ Ես անկեղծ ասած, այս ամեն ինչի որքան ասում եմ ձեզ հարգելիներս, նույնքան ասում եմ նաեւ ինձ։ Իմ բնավորությունը նույնպես լավ իմանալով, բայց մենք պիտի սկսենք նաեւ սովորել, այո, որովհետեւ սա նորոգման, եկեղեցու նորոգման գործընթաց է, եւ այդ նորոգման հետ պիտի նորոգենք նաեւ մեր հոգիները։ Այո, դժվար ճանապարհ է սպասվում, բայց այդ ճանապարհը պետք է անցնել։ Այլ ճանապարհ, կածան, ուղի պարզապես գոյություն չունի։ Շարունակելով միտքը, Արդ հասել է ժամանակը, որ հանուն բոլորիս պաշտելի Սուրբ Էջմիածնի, այլև ամենայն հայոց կաթողիկոսյան եւ հավատավոր աշխարհասփյուռ մեր ժողովրդի արտահայտենք հստակ եւ վճռական դիրքորոշում մեր եկեղեցու առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, չկաշկանդվենք տարատեսակ դժվարությունների եւ ճնշումների առջև եւ իսեր Աստծու կանգնեցնենք Մայրաթորի օր ավուր ահագնացող գահավիժումը։ Սա ներսից եպիսկոպոսների խնդրանքն է։ Գիտեք, ես մի քանի անգամ հաղորդման ընթացքում դիմել եմ հոգևորականներին ու խնդրել եմ նրանց, որպեսզի իրենք սկսեն ձեռնարկը, որովհետև չի կարելի, որ այս ամեն ինչը քաղաքական աստառ ունենա։ Չի կարելի, որ քաղաքականացվի։ Իրենք սկսեն, եւ նրանք այդ խնդրանքներին ու հորդորներին կարծես ընդառաջ են գնացել։ Եվ հիմա իրենց ընդառաջ քայլը անելով, կարծես ասում են. ձեր խնդրանքը մենք կատարեցինք, իսկ ով է կատարելու մեր խնդրանքը։ Չէ՞ որ մենք միասին պետք է լինենք, որ կարողանանք։ Այնպես որ մենք միասին կարող ենք ու կանենք դա։ Մայր եկեղեցու այսօրվա մխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային եւ պետական անվտանգային շահերին։ Անկեղծ ասած, ես 3 եթեր էի անում ու գալիս էին Կտրիչ Ներսիսյանի պաշտպաններից, անեծքով, հայհոյանքով կանայք, հայհոյախոս կանայք։ Ներկայանում, որ իրենք մեզնից պաշտպանելու են եկեղեցին, հայհոյախոս կանայք որոշել են մեզնից պաշտպանել եկեղեցին։ Պատկերացնում եք, թե իրենց մեր հասարակության մի հատվածի ուղեղում մեր եկեղեցին ինչ աղքատիկ է։ Մի հատվածում Աստծո խոսքը ինչքան անլսելի է։ Ես 1000 անգամ եմ ասել, 1000 անգամ։ Իմ ընկերներից էլ կհաստատեն, որ ես գուցե մաքուր արդար եմ փորձել ապրել, բայց քրիստոնեական բարքերի ամբողջական կրողը չեմ եղել։ Եվ ես այս պրոցեսների մեջ, այս վերջին հատկապես 44 օրյա պատերազմի ընթացքում մի դեպք պատմեմ, հոկտեմբերի 3-ն էր։ Ես այդ ժամանակ եմ կայծակնային ձևով իմ մեջ զգացել, մի վայրկյանում եմ ամեն ինչը զգացել։ Իհարկե, մինչ այդ ես Աստվածաշունչն էլ ընթերցել էի, տեղյակ է, մինչ այդ ես Աստծուն աղոթել եմ, եկեղեցի գնացել եմ, բայց չէի կարող ինձ համարել տենց հավատացյալ, էլի։ Պատերազմի ընթացքում հոկտեմբերի 3-ին, եթե չեմ սխալվում, կամ 5-ին, երբ առաջին անգամ կարողացա կապ հաստատել կնոջս հետ, իսկ հայրս ու մայրս հավատացյալներ են։ Իմ խոսքը կնոջս եղել է հետևյալը, ասել եմ, մամային ասա, թող շարունակի աղոթել, ոնց որ թե այդ աղոթքները մեզ շատ օգնում են։ Շատ են անհրաժեշտ, որովհետև առնվազն մի քանի դեպք եղավ, երբ ես իմ ուսին զգացել եմ Աստծո ձեռքի հպումը, որ ապրի։ Ես այդ պատմությունը պատմել եմ,
ու դրանից հետո սկսել եմ վերանայել իմ ապրելաձևը, մոտեցումները եւ այլն։ Ինքս էլ շատ սխալներ, մեղքեր գործել եմ։ Ու գիտեք, այո, մեր եկեղեցին էլ ցավոք են կարգավիճակում, որ թողնում է հնարավորության տեղ, որպեսզի քաղաքացիները ապրեն ինչպես ցանկանում են, առանց աստվածավախության որոշակի կարգուկանոնի։ Եվ վերջին ժամանակների եղածները ձեզ վկա, եւ նրանց կտրիճի կողմից սատարումը նույնպես փաստ։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք, սիրելի հեռուստադիտողներ։ Ես չեմ ասի, թե մինչև այս ամեն ինչը ըմբռնելը ես մի այլանդակի մեկն եմ եղել, ոչ, փառք Աստծո, դաստիարակությունս վատը չի եղել, ինքս էլ մշտապես արդարամիտ եմ եղել, երևի դրա պատճառով էլ հենց շատ տուժել եմ, բայց այսքան խորքային չէի վերաբերվում շատ հարցերի։ Գիտեք, տեսեք ինչ է ստացվում։ Այո, շատերը գնում են իբր պաշտպանելու Կտրիչ Ներսիսյանին, ումից, ինչի համար, որ ինչ լինի։ Գիտեք, նախ պետք է, որպես ինչ-որ բան պաշտպանես, պիտի հասկանաս, թե դիմացինդ ինչու է նման որակումներ տալիս քո պաշտպանյալի հասցեին, փորձես խորամուխ լինել։ Իհարկե, ցավոք մեր եկեղեցին այս ամեն ինչը մեզ չի սովորեցրել, իրար լսել չի սովորեցրել, իրար ցավի մեջ մտնել, հետո գնահատականներ տալ չի սովորեցրել։ Սրանք հենց այն բացերն են, որը թույլ է տվել եկեղեցին, եւ սա ազգակործան բացեր են։ Ըստ ձեզ, ես կամ ինձ նման քաղաքացիներն ու հասարակությունը ինչ խնդիր ունեն Կտրիչ Ներսիսյանի հետ։ Ինչ Կտրիչ Ներսիսյանը կարող էր իրեն որպես կաթողիկոս նորմալ դրսևորել ու մեր ժողովրդի սրտով, չէր։ Ինչու։ Չեք կարող որակել, որովհետև դուք նիկոլականներ եք, նախ այս արտահայտությունն է տգետի արտահայտություն, բայց դա թողնենք, որովհետև ինքս այս ընթացքում բոլոր պատարակներին տեսել եմ ինձ շատ ծանոթ մարդկանց ամենախիստ ընդդիմադիր հայացքներով անգամ, այսքան դա չի աշխատում։ Սա հասարակության բողոքն է, հասարակությունից փորձում եք պաշտպանել մեկին, ով առաջացրել է հասարակության բողոքը, իսկ ինչու չեք մտնում քննարկումների դաշտ, ինչու եք վախենում մտնել քննարկումների դաշտ, ինչու եք կտրտելով տարածում ամենատարբեր ֆեյք նորություններ, որպեսզի զարգացնեք պառակտումները, ու դուք այնքան պիղծ պատկերացումներ ունեք, որ այս ամեն ինչի անունը դնում եք աստվածահաճո, դուք հասկանում եք, որ Աստծուն դեմ եք գնում, չեք հասկանում, ես ցավում եմ ձեզ համար։ Իսկ Կտրիչ Ներսիսյանը այդ քաղաքական կերպարը թողնելու է լուսավորչի գահը, նա փախչելու է, նա չի լինելու, եթե չփախչի, ես վստահ եմ, հասցնելու է նրան, մինչև որ կձերբակալվի, որովհետև նա իրենից ներկայացնում է ազգային, պետական, անվտանգային խնդիր։ Ես հասկանում եմ, որ Լևոն Քոչարյանի համար խորտ բառ է պետությունը եւ ազգայինը, կամ Իշխան Սաղաթելյանի համար, կամ մնացածների Նարեկ Կարապետյանի համար, ով նոր է ծանոթանում Հայաստանի հետ։ Բայց դա այդպես կլինի։ Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին եւ հավատավոր մեր ժողովրդին ի Հայաստան եւ Իսփյուռոս։ Միասնական կամք դրսևորել, միանալ մեզ եւ ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար հակականոնական ընթացքի դեմ իսպառ մերժելով հայ եկեղեցին օտար շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիքերն ու ջանքերը։ Սա քաղաքական հայտարարություն չի։ Սա սրտացավ մարդկանց հայտարարություն է, ովքեր տասնամյակներ են տեսել ու ապրել
ու գիտեն ինչա կատարվում։ Ու երեկվա ճիժուպիժը որոշել են այս ամեն ինչը, որ չէ, միևնույն է այսպես պիտի շարունակվի, կներեք։ Իսկ դու գիտեք, որ մեր Մայր Աթոռը եւ Կտրիշ Ներսիսյանը անձամբ հրապարակայնորեն ասել է, որ ինքը Հայաստանի Հանրապետության ներսում գործող եկեղեցու իբր կաթողիկոսը չի ընդունում իրավապահ մարմինների գործողությունների լեգիտիմությունը։ Ես շտապել է գնահատական տալ մի քանիսի վերաբերյալ։ Դուք գնում եք պաշտպանելու, որպեսզի մեր եկեղեցին, Մայր Աթոռը եւ նրա գահը Զավթացը շարունակի պաշտպանել մարդկանց գրպանը պլանքացող եւ ոստիկան զանգողներին։ Դուք գնում եք սատարելու այն գաղափարները, որ այո, իրավունք ունի սրբազան հայրը ունենալ սեռական կյանք, ընդ որում կապ չունի հարազատի հետ, թե անծանոթի հետ։ Դուք գնում եք սատարելու, որ կարող է սրբազան հայրը պատերազմից հետո շատ ծանր վիճակում փոխանակ ամոքելու մարդկանց վերքերը իր գործունեությամբ ու Աստծո անունով ռազմական հեղաշրջման կոչեր անի ու անընդհատ դա վերահաստատի, ել ես չխոսեմ նրա կեղծիկի մասին ազգային ժողովում հայտարարած մի հանրային քննարկման ժամանակ, երբ Արցախի էթնիկ զտումից առաջ, երբ Արցախը շրջափակման մեջ էր ու արունակամ էր լինում, նա հայտարարություն էր անում, որ Արցախը չեն շրջափակել ադրբեջանցի ակտիվիստները, Արցախը փակ են պահում մեր զինվորները։ Սա եղել է իր հայտարարությունը ազգային ժողովում, գտեք ու նայեք։ Չեք ցանկանում, ես կգտնեմ ու ձեզ ցույց կտամ։ Դուք գնում եք դա սատարելու։ Հայաստանի դեմ ցուցմունքն եք գնում սատարելու։ Դուք գնում եք սատարելու տերորիստական դրսևորումները, չնայած այստեղ զարմանալու բան չկա, եթե դաշնակա գնում սատարելու, ուրեմն դա տերորիստական դրսևորումների մասին է։ Պարզապես, գիտեք, այս քաղաքականացված պաշտպանվածության թոուբոյի մեջ մի կարևոր բան չմոռանանք։ Աչքովս ընկավ երիտթևը դաշնակների Նիկոլ Աղբալյան այդ բանը, Նաում, հա, սենց է կոչվում։ Եվ մի քանի այլ անձիկ, ինչ-որ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ քաղբանտարկյալների նկարներով իրենց ասած, ճակերտավոր քաղբանտարկյալների, այսօայն կողմ էին գնում միջազգային հանրությունից եւ արևմուտքից արդարություն պահանջում։ Նախ գնացեք Ռուսաստանից արդարություն պահանջեք, որովհետեւ ձեր փրկիչը այնտեղ է։ Երկրորդ, եթե հանցագործը քաղբանտարկյալ է, հանցագործ ով զբաղվել է քաղաքականությամբ ու հանցագործություն արել, քաղբանտարկյալ է, ըստ ձեզ։ Ապա ինչու մի հատ էլ պլակատի վրա Սարխանի նկարը չէիք դրել, Սարգիս Գալստյանի, ով շատ կարևորագույն տեղեկությունները անընդմեջ հայտնել ադրբեջանցիներին եւ հիմա դավաճանության համար իր պատիժն է կրում։ Հիմա հանցագործ է ու քաղաքական է եղել։ Շուշի փոխքաղաքապետ, չգիտեմ, այնտեղ աշխատակազմի ղեկավարի տեղակալ ռազմահայրենասիրության նախարարության աշխատակազմի ղեկավար, բանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ քաղաքականությունով է զբաղվել, քաղաքական պաշտոններ է զբաղեցրել ու տեղեկություններ է հրապարակ տվել ադրբեջանցիներին այդ ողջ ընթացքում։ Դուք պատկերացնում եք, չէ՞, խոսքը ինչ տեղեկությունների մասին է։ Պատկերացնում եք, չէ՞, գաղտնի եւ հույժ գաղտնի տեղեկությունների, որոնց անգամ արցախցիներն ու մենք չենք տիրապետում։ Դա տվել է ադրբեջանցիներին։ Հիմա իր նկարը, ասեմ ինչու, որովհետև այս քաղաքական գործունեությամբ զբաղված դավաճանը եղել է Հայաստան դաշինքի անդամ Լևոն Քոչարյան։ Ինչ է սուրանում։ Եվ իմիջայլոց ես խնդրում եմ մի հատ նկարը ցույց տվեք, ես խոսք էի չէ տվել, որ
Ես նկարը կգտնեմ, հահա։ Իմիջայլոց այս նկարը ժողովուրդ ջան, որևիցե մեկը չասի սարքած, հա, ես մի քանի օր առաջ խոսք էի տվել, որ կցուցադրեմ, տեսնում եք այնտեղ իրենց բանն էլ կա, այն դաշինք, հայ, չգիտեմ այդ իրենց բանը։ Սա այս նկարը վերցված է նրա էջից, Facebook-յան, անկեղծ հիմա չգիտեմ նրա Facebook-յան էջը աշխատում է թե ոչ, ինձ չի էլ հետաքրքրում դա։ Շնորհակալություն։ Լևոն Քոչարյան, հորը դաշինքի, ձեր դաշինքի անդամ է Իշխան Սաղաթելյան, ինչի՞ չեք պաշտպանում, Բերդում դավաճանության համար հոդված սռոկ է տանում։ Նկարը վերցրեք, դուրս եկեք։ Կրեք, սա է ձեր պատկերն ու կերպարը։ Իմիջայլոց, երբ որ Արցախը շրջափակված էր, ու մենք այստեղից խոսում ենք, ներկայացնում ենք այդ ամեն ինչը, բայց մեր խոսքերը փոփոխված էիք ներկայացնում արցախցիներին ու ատելություն սերմանում նրանց մեջ։ Նույն 2020 մինչև շրջափակվելն էլ նույն 2021 թվականներին մինչև ընտրություններ, այս տահակը, այս դավաճան սրիկան մեզ որակում էր թուրք ու դավաճան։ Ինքը այդ բային ադրբեջանցիներին էր տալիս ամենատարբեր ինֆորմացիաներ, աշխատում էր նրանց հետ, մեզ անվանում էր թուրք ու դավաճան։ Ինչպես դուք հիշում եք ես ձեզ ասում եի այդ ձեր մեջ որ փնտրենք, այքանի որ դուք մեզ ասում եք թուրք ու դավաճան, ուրեմն վստահաբար ձեր մեջ կան թուրքեր ու դավաճաններ։ Ինո ագենտներ եւ այլն, վստահ, որովհետեւ փորձը ցույց է տվել, ինչում դուք փորձել եք մեզ մեղադրել, դուք ինքներդ դա եղել եք։ Սա ձեր քաղաքական քաղբանտարկյալն է, եւ ես պահանջում եմ, որպեսզի դուք սրա նկարը նույնպես ձեր հետ վերցնեք քաղաքի փողոցներով քայլելով, որովհետեւ վստահեցնում եմ ձեզ, նրանից պակասների նկարները չեք վերցրել։ Վազգեն Գալստանյանը տերորիստ է։ Եվ ես մեռա կոչ անելով բաներին, իրավապահ մարմիններին, մենք չունենք օրենք տերորիզմը սատարողների հետ կապված։ Գիտեք ինչ, որևիցե տերորիստ, ես ես բան ասեմ, իհարկե Գալստանյանը չի ընդունելու իր մեղքը, բայց ես ինչպես Նայիրի Հունանյանը չի ընդունում, ասեմ, ցանկացած տերորիստ վստահ է, որ ինքը պատրիոտիզմի էպիկենտրոնն է։ Եթե իր մեջ չլինի այդ վստահությունը, ինքը տերորիստ չի դառնա, հասկանում եք, նախ պետք է իրենց համոզմունքները այդքանը լինեն, եւ իրենք իսկապես կարծում են, որ իրանք այն աստիճան հայրենասեր են, որ ինչ գնով լինի մարդկանց սպանելով կլինի, ինչով կլինի, պետքա չգիտեմ ինչեր անել, նրանց ուղեղը արդեն լվացած է լինում, նրանց ինքնավստահությունը իրենց զգացմունքների մեջ ոչ ոք չի կարող կոտրել ու դա փորձելու անհրաժեշտությունն էլ չկա։ Անհնար է դա։ Իրենք վստահ են, որ իրենք ճիշտ են։ Այն որ ինքնաթիռներով գնում են Նյու Յորքի բաշնյայի մեջ մտնեն, իրենք վստահ են, որ իրենք ճիշտ ու լավ բան են անում, կարևոր բան։ Այն որ այն յենիչերիները, որ մորթում են հայ երեխաներին, իրենք վստահ են, որ իրենք լավ բան են ասում ու իրենք հայրենասերներ են։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Անհնար է նրանց ուղեղը փոխել։ Եվ այս հիվանդագին երևույթներին սատարողները պիտի նույնպես կրեն որոշակի պատասխանատվություն, այո, հենց էլ քրեական, որը չէ վարչական։ Որովհետև սա այն երանգն է, որը կարա զարգանա։ Իզուր չէր Բեն Լադենին խփեցին, եսիմ կորցրեցին, որ անգամ աճուն չունենա, որպեսի հետագայում սերունդներ չլինեն, որ գնան ու սկսեն այդտեղ ինչ-որ ծիսակատարություններ անելով դարձյալ վերականգնել իրենց գաղափարախոսությունները։ Նույնը Հիտլերի պարագայում։ Որևիցե մեկը չգիտի որտեղ է, թե չհավատացեք աշխարհի նացիստները վաղուց այնտեղ տարբեր ծիսակատարություններ անելուց կլինեին։ Արդեն շատ էլ տեսանելի կլիներ այդ ամեն ինչը։ Խոսքը սրա մասին է։ Եվ նրանք գնում են իրենց տերորիստ եղբայրներին պաշտպանելու, իրենց դավաճան եղբայրներին պաշտպանելու։
իրենց դաշինքի անդամ սարխաններին պաշտպանելու, որովհետև եթե իրենք 21-ին դառնային իշխանություն, սարխանը չէր ձերբակալվելու։ Չէր ձերբակալվելու, որովհետև իրենք էլ են աշխատել թուրքերի հետ, ազիկների հետ, միշտ են աշխատել։ Դուք գիտեք ինչ, Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունից հեչ Արցախ չեն մտել դուրս եկել, դու պատվի էլ են արժանացել։ Եզրափակելով, սիրելի հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ, հայոց սույն թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին եկեք եւ միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բեին հանգստի կոչելու արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը եւ իրականություն դարձնի հոգևոր սպասավորների եւ հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը։ Այո, ես լինելու եմ այնտեղ ու ես չունեմ հիվանդ բռնապետ օտարների շահերին ծառայող անձնավորությունների խմբակով եկեղեցի ժառանգել իմ սերունդներին։ Մեր եկեղեցին պիտի լինի հայաստանյան։ Ու տարածվում է մի նյութ, ճիշտն ասած, ես չգիտեմ այս նյութի արժանահավատությունը, բայց Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքի տեղեկություններով Ռուսաստանում որոշակի խմորումներ են տեղի ունենում։ Գարեգին Բեի Կտրիշ Ներսիսյանի հնարավոր հրաժարականին ընթառաջ։ Ըստ տելեգրամյան ալիքին հասած տեղեկությունների ռուսաստանյան ուժային որոշ կառույցներ Վստահաբար FSB-ն կանխատեսում են, որ նա շուտով այլևս չի կարողանա պահպանել վերահսկողությունը Հայաստանում եւ ստիպված կլինի կամ հրաժարական տալ, կամ լքել երկիրը։ Նշվում է, որ այս սցենարի դեպքում հաշվարկված է, որ նրան առաջարկվի չհրաժարվել կաթողիկոսական գահից, այլ կաթողիկոսի կարգավիճակում տեղափոխվել Ռուսաստան եւ այնտեղից հերրակա կառավարել։ Կաթողիկոսական գահն են ուզում իրանց արևին տեղափոխեն։ Տելեգրամյան ալիքը գրում է. նույնիսկ պատրաստվում է սցենար, ըստ որի Ռուսաստանում կմիավորվեն մի կողմից Ռուսաստանի եւ Նոր Նախճիվանի, իսկ մյուս կողմից հարավային Ռուսաստանի հայոց թեմերը եւ կստեղծվի այսպես ասած վտարանդի կաթողիկոսական աթոռ, ինչպես օրինակ Անտիլիասի աթոռն է։ Այսպիսով հնարավորություն կստեղծվի եւս մեկ հարված հասցնել դրսից ու պառակտել հայ առաքելական եկեղեցին։ Արամ Այի օրինակով, ով գլխավոր պառակտիչներից մեկն է, խոսում էր միասնականությունից եւ ուրիշներին մեղադրում պառակտման մեջ։ Մյուսն է այդ ճամփ են բռնում, պանդխտության։ Ոչինչ կհարթենք, մենք այս ամեն ինչի վերջն ենք տալու։ Այս թեման քննարկելու համար օրեր առաջ Ներսիսյանի եղբայր Եզրասը Մոսկվայում հոգևորականների ժողով էր հրավիրել, մեր տեղեկություններով ժողովի ընթացքում ներկայացվել է վերոնշյալ սցենարը հոգևորականներից կարծիք լսելու եւ տրամադրություններ շոշափելու համար։ Հոգևորականների մեծ մասը տարակուսանք է հայտնել, որ այդ քայլը պառակտիչ կլինի հայ առաքելական եկեղեցու համար, որից երկար ժամանակ եկեղեցին չի կարողանա ապաքինվել։ Այդուհանդերձ Եզրասը պնդել է, որ տվյալ սցենարն է հիմնական այլընտրանքը եւ այն ինչ որ իմաստով նույնիսկ պարտադրված է։ Ասվում է հրապարակման մեջ։ Ահա թե ինչերի են ընդունակ սրանք։ Ահա թե ինչերի են ընդունակ։ Ներողություն։ Դե ինչ։
Ամենատարբեր հրապարակումներ եղել են, որոնց կարելի էր հատիկ առ հատիկ անդրադառնալ։ Այստեղ Նարեկ Կարապետյանեն կար հասարակ, եկեք չպարակտվենք, միասնական լինենք եւ միասնական գնանք կտրիչին պաշտպանենք։ Արա այդ միասնական բառը բավ չի, անիմաստ օգտագործեք։ Եկեք միասնական լինենք, եկեք մաքրենք եկեղեցին կտրիչանման ելուզակներից։ Կարող եք, չեք կարող, որովհետեւ դուք պարակտիչներն եք, ովքեր խոսում են միասնականությունից։ Առհասարակ այդպես է։ Ինչպես ասում են, սատանան բոլորից ավելի լավ գիտի Աստվածաշունչը, որպեսզի կարողանա կառավարել։ Եթերում ազատ շփումներ, լավ եղեք ժողովուրդ ջան, կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։